Զվարթնոց օդանավակայանում վայրէջք կատարեց Նեապոլ-Երևան չվերթն իրականացնող օդանավը։ Այսպես պաշտոնապես մեկնարկեց Wizz Air ավիաընկերության բազայի բացումը Հայաստանում Արմենիա միջազգային օդանավակայաններ փակ բաժնետիրական ընկերության հետ համատեղ։ Այսուհետ Երևանից դեպի Եվրոպա ավելի շատ ուղղություններով եւ ավելի մատչելի գներով։ Սա նոր հնարավորություններ կբացի թե բիզնեսի, թե հանգստի նպատակով ճանապարհորդողների համար։ Մենք կունենանք նաև նոր ուղղություններ, կավելանան նաև հաճախականությունները, օրական 24 ժամ ամբողջ տարվա ընթացքում։ Սա կնպաստի նաև զբոսաշրջության ներհոսքին։ Հայաստան կժամանեն տարբեր քաղաքներից եւ կօգտվեն այստեղի հյուրընկալությունից։ Սա պատմական իրադարձություն է, քանի որ առաջին անգամ Գյումրիի Շիրակ օդակայանից ինքնաթիռ է թռել դեպի եվրոպական երկիր Կիպրոսի Լառնակա քաղաք։ Սեպտեմբերի 30-ից մեկնարկած այս չվերթները կարևոր քայլ են Հայաստանի օդային հաղորդակցության ընդլայնման հարցում։ Կարևոր է նշել, որ Գյումրիում մենք ունենք բարձրակարգ սպասարկում։ Հուսով ենք, որ շուտով կարողանանք սկսել նաև Զվարթնոց օդանավակայանի ընդլայնման աշխատանքները, որպեսզի կարողանանք ավելի շատ ու հարմարավետ չվերթներ իրականացնել, որին բոլորն արժանի են։ Զվարթնոցում տեղակայվել են երկու ժամանակակից Airbus A321 Neo ինքնաթիռներ։ Դրանք 20%-ով պակաս վառելիք են ծախսում եւ ավելի քիչ են CO2 արտանետումները։ Այսօրվանից մենք պաշտոնապես բազավորվում ենք Երևանում տեղակայելով երկու օդանավ։ Տեսնենք, թե պահանջարկը ինչպիսին կլինի, ես ինքս հույս ունեմ, որ ապագայում կընդլայնենք բազան, կենտրոնանալով Երևանի վրա։ Ուրախ ենք տեսնել Երևանը Wizz Air-ի նոր բազաների ցանկում։ Wizz Air-ը Երևանից առաջարկում է 8 նոր ուղղություն դեպի Եվրոպա՝ Պրահա, Համբուրգ, Նեապոլ, Փարիզ, Պաֆոս, Բարի, Բուխարեստ եւ Մեմինգեն։ Ավիաընկերությունը ընդհանուր առմամբ կապահովի չվերթներ 16 ուղղություններով դեպի 9 երկիր։ Բացի դրանից ավելացվել է նաեւ Դորտմունդի չվերթների հաճախականությունը։ Տոմսերի գները սկսվում են 9000 դրամից, դրանք հասանելի են պաշտոնական կայքում եւ բջջային հավելվածում։ Միջազգային բրենդների մուտքը Հայաստան կարևորում է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Սա շատ կարևոր քայլ է մեր քաղաքացիներին մոտեցնել աշխարհին եւ մյուս կողմից աշխարհին մոտեցնել Հայաստանի Հանրապետությանը, որովհետեւ եթե մենք ուզում ենք ունենալ զբոսաշրջիկ, առաջին հերթին այդ զբոսաշրջիկը պետք է հնարավորինս հեշտ, հնարավորինս մատչելի եւ հնարավորինս արագ հասնի Հայաստան։ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանն էլ ընդգծում է, ուղիղ չվերթները զգալի դրական ազդեցություն ունեն զբոսաշրջիկների հոսքի վրա։ Գյումրին արդեն իսկ պատրաստ է եւ ունի ներուժ այսօր ընդունել զբոսաշրջիկների, սակայն կարծում եմ, որ ուղիղ չվերթները միայն դրական ազդեցություն կունենան եւ տրանսպորտի եւ հյուրանոցային սեկտորի եւ ռեստորանների եւ ընդհանրապես Գյումրիի տնտեսության վրա։ Շատ եւ մատչելի ավիատոմսերը հնարավորություն են ստեղծում ընդամենը 2-3 ժամ հետո հայտնվել Հայաստանում եւ բացահայտել Հայաստանը։ Wizz Air-ը Հայաստանում արդեն իսկ իր թիմում ընդգրկել է 50 նոր օդաչուների եւ բորտուղեկցորդների եւ պլանավորում է շարունակել անձնակազմի հավաքագրումը։ Բազայի բացմամբ մեր ավիաընկերությունը Հայաստանում ստեղծում է նաև աշխատանքային հնարավորություններ եւ խթանում զբոսաշրջությունը եւ հարակից ոլորտները, ավելի քան 800 նոր աշխատատեղերի ստեղծմամբ։ Այսպիսով Երևանը դարձավ Wizz Air ավիաընկերության ցանցի 34-րդ բազային քաղաքը։ 2000 թվականից հայկական շուկա մուտքից ի վեր ավիաընկերությունը փոխադրել է ավելի քան 26 միլիոն ուղևոր եւ ներկայումս զբաղեցնում է շուկայի առաջատար դիրքը 24% մասնաբաժնով։ Այս տարի ավիաընկերությունը նախատեսում է Երևանից եւ դեպի Երևան փոխադրել 1.2 միլիոն ուղևոր։ Իդեպ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում գրել է, որ Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործընթացի շուրջ բանակցությունները գտնվում են ինտենսիվ փուլում, իսկ Wizz Air-ի նման ավիաընկերությունները բացում են աշխարհով մեկ ճամփորդելու հնարավորությունները սոցիալական ամենալայն շերտերի համար։